Անկեղծ ասած, ես մեծապես կզարմանամ այն քաղաքական ուժի վրա, ով սպասում է սահմանադրական դատարանի վճռին եւ մտածում է, որ Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան սահմանադրական դատարանը կարող է կայացնել որևէ այլ վճիռ։ Իհարկե, սահմանադրական դատարանը վերցնելու է թուղթը եւ կարդալու է հանուն Հայաստանի Հանրապետության եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողնելու է անփոփոխ։ Ես հասկանում եմ իհարկե, որ ընդդիմությունը պարտավոր էր եւ պետք էր այս իրավական այս մի ինստիտուտն էլ անցնի։ Ես հասկանում եմ, որ իրանք առանձնապես շատ քայլ չունեն անելու, բայց մտածել, որ ՍԴ-ն կարող է կայացնել որևէ այլ որոշում, որը կհակասի Նիկոլ Փաշինյանի արդեն ուղարկված որոշմանը, абսուրդ է, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը ինքը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն ուղերձը հղեց ՍԴ-ին, վստահաբար նախապես էլ ՍԴ-ն գիտեր իր անելիքը, բայց էլի ասեց Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, ստեղ իհարկե հարց է ծագում, եթե նույն Նիկոլը եւ նրա թիմակիցները ասում են, որ ընդդիմությունը կեղծել է, սկզբից ասեց 100%, հետո ասեց չէ լավ 30-ը իր կամքով է գնացել, 70% ընտրակեղծիքով են քվեարկել, բա դրա եթե գտնում եք, որ ընտրակեղծիքով են քվեարկել, բա դրա ժողովրդավարականը որն է, բայց ինքը դա ասում է, որպեսզի պարզ լինի նաև ընդդիմության համար, թե ինչ վճիռ է կայացնելու ՍԴ-ն եւ ի վերջո, եթե իրանք արդեն այժմ նախագահ են ընտրել, բա կարող է ՍԴ-ն որոշումներ անվավեր ճանաչեր ընտրության արդյունքները եւ նշանակեր նոր ընտրություն, նոր քվեարկություն, բա Ռուբեն Ռուբինյանին այդ ինչի եք արդեն որոշում ԿՊ-ում այժմ նախագահն է քլքչներ մի հատ վազելով մտածում է արդեն ազգային ժողովով ընտրված է մի հատ էլ շնորհավորում է պատկերացնում եք ազգային ժողովում քվեարկություն տեղի չի ունեցել, բայց Թուրք Պաշտոնյան արդեն ասում է շնորհավորում եմ ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ մի հատ պատկերացրեք, որ սենց մի հատ բան տեղի ունենար նախկին իշխանության ժամանակ մարդը չընտրված արդեն շնորհավորեին ինչ կաներ նույն Նիկոլ Փաշինյանը կասեր սա բռնապետության վերջն է, այս ամեն ինչ նախապես որոշել եք